But suddenly Michael understood that he could not look at Mary Poppins and disobey her. Բայց հանկարծ Մայքլը հասկացավ, որ ինքը չէր կարող նայել Մերի Պոպինսին և չհնազանդվել նրան. There was something strange and extraordinary about her. Ինչ-որ տարօրինակ ու արտասովոր բան կար նրա մեջ. The spoon came nearer. Քթալը մոտենում էր. He held his breath, shut his eyes, and swallowed, and a happy smile ran round his face. Նա իր շունչը պահեց, փակեց աչքերը ու կուլ տվեց, և մի երջանիկ ժպիտ հայտնվեց նրա դեմքին. Then Jane tasted it, then the twins, and then Mary Poppins took it herself. Հետո Ջեյնը համտեսեց դա, հետո երկվորյակները, և հետո Մերի Պոպինսը ինքն էլ խմեց դա. Then she began to undress the children, and in less than a minute they found themselves in bed. Հետո նա սկսեց հանվեցնել երեխաներին, շորերը հանել, և մեկ րոպեից էլ պակաս ժամանակում նրանք հայտնվեցին մահճակալում, իրենց գտան մահճակալում բառացի ասում ենք. It was all so surprising that they could find nothing to say. Այդ բոլորը այնքան զարմանալի էր, որ նրանք բառ չէին գտնում ասելու. But they knew, both of them, that something strange and wonderful had happened at number 17 Cherry Tree Lane. Բայց նրանք գիտեին, երկուսն էլ, որ ինչ-որ տարօրինակ և հրաշալի բան է կատարվել համար 17 տանը բալենու ծառերի նրբանցքում. Mary Poppins, cried Michael, you will never leave us, will you? Mary Poppins, գոռաց Մայքլը, դուք երբեք մեզ չեք լքի, չէ՞? One word more from that direction and I'll call the policeman. Եվս մեկ բառ, եթե այդ կողմից լսվի, ես կկանչեմ ոստիկանին. I'll stay till the wind changes, she said shortly, blew out her candle and got into bed. Ես կմնամ մինչև քամին փոխվի, ասաց նա համառոտ, փչեց իր մոմը և պառկեց մահճակալում. And that is how Mary Poppins came to live at number 17 Cherry Tree Lane. Եվ այդպես պատահեց, որ Մերի Պոպինսը եկավ ապրելու 17-րդ տանը բալենու ծառերի նրբանցքում. Everybody, on the whole, was glad of Mary Poppins' arrival. Բոլորը, ընդհանուր առմամբ, ուրախ էին Մերի Պոպինսի ժամանելուն. But nobody ever knew what Mary Poppins felt about it, for Mary Poppins never told anybody anything. Բայց ոչ ոք երբեք չգիտեր, թե Մերի Պոպինսը ինչ էր զգում այդ կապակցությամբ, որովհետև Մերի Պոպինսը երբեք ոչ մեկի ոչինչ չէր ասում.